Սիրելի կշարքներ, ողջույն։ Այսօր 27 է օգոստոսի լիալուսնի նախորդ օրը, վաղը արդեն կլինի լիալուսինը, իմ օրացույցով Յուպիտերի օրն է։ Յուպիտերն է ձեզ բաժին ընկել եւ նշեմ մի շատ կարևոր հանգամանք, հետաքրքիր է, որ ուրեմն դուք 4 տեղից շարժվել եք 6-րդ տեղ, ավաղ, իսկ 4 տեղը գրավել էր Խեցգետին, հետաքրքիր է, որ հիմնական նշանները Խեցգետին, Այծեղջուր, Կշեռք իրենք հավաքվել են մոնմա խոյը ուղղակի մի քիչ հետանկել եւ գիտեք ինչու եմ ասում հավաքվել եք բոլորդ միտեղ, որովհետեւ հիմնական, այսինքն որոշակի փոփոխություններ, որ պահանջվում է, այդ 4 նշաններից է պահանջվում, սրանումն է հարցը Խեցգետնից, Այծեղջուրից, Կշեռքից եւ ուրեմն խոյից, հա, այս 4 նշանները եթե հանկարծ այս 4 նշանների մեջ մտնում են եւ ձեր արևի նշանը եւ ասցենդենտի նշանը, ուրեմն միանշանակ ձեզ մոտ փոփոխություն կլինի, դուք պետք է անցնեք դրա միջով, եթե չանցնեք, հետո արդեն դա կարող է կուտակվել, էներգիան կկուտակվի եւ հետո կարող են խնդիրներ առաջանալ։ Սա այսպես սիրելի կշարքներ եւ հիմա ներկայացնեմ սեպտեմբեր ամսվա համար կանխատեսումը եւ ինչ ունենք սեպտեմբերին նախ այն, որ Մերկուրին կմտնի ձեր նշան, կարծեմ ձեզ համար սա կարևոր է, կմտնի ձեր նշան, Վեներան ձեր նշանից դուրս կգա, իհարկե Վեներան կշարքի նշանում էր եւ հասցրեցին շատերը զբաղվել իրենց մարմնի խնամքով, իրենց գեղեցկությամբ, արտաքին փոփոխությամբ, հանգստանալ իհարկե եւս դա նպաստում է այս ամենին, այնպես որ այդ հարցերը լուծեց եւ հիմա ինքը փորձում է ֆինանսական հարցերը լուծել առաջիկայում այդ հարցերը կլուծել եւ կլուծի եւ ձեզանից պահանջվում է վերանայել թե աշխատանքը թե ուրեմն ֆինանսները, հա, ահա եւ իհարկե այստեղ Ուրանն է դառնալու հետընթաց, Մարսը կփոխի իր նշանը եւ նորալուսին լիալուսին եւ ես կարեւորում եմ Սև լուսինը, որը կմտնի Այծեղջուրի նշան եւ տեղի կունենա հաջորդ կարեւոր իրադարձությունը աշնանային գիշերահավասարը սեպտեմբերի 23-ին եւ արևը կմտնի ձեր նշան, սիրելի կշարքներ, ինչի կապակցությամբ ես ձեզ շնորհավորում եմ ամենալավն ու բարին, թող լավ իրադարձությունները ձեզ ուղեկցեն, հաջողությունը, առողջությունը եւ իհարկե դուք կարողանաք այն փոփոխությունները, որ պահանջվում է ձեզանից, դուք դա կարողանաք հաղթահարել շատ կոնկրետ ձեզանից, հա, դուք ինքներդ պիտի փոխվեք, ինչ որ բան ձեր մեջ պիտի փոխվի, դուք պիտի վերանայեք ձեզ, այստեղ ալուծումը այնպես որ սա կա եւ իհարկե ես երևի թե սկսեմ հենց այն 3 իրադարձություններից, որոնք մի օրում են կատարվում ամսի 10-ին, դա այն է, որ ձեր մոլորակը Վեներան դուրս կգա ձեր նշանից կմտնի, կտեղավորվի Կարիճի նշանը, որտեղ ինքը կլինի հետընթաց, այսքան ու դա արդեն հոկտեմբերին է վերաբերում, ես այդ ժամանակ կմանրամասնեմ այնուհետև Մերկուրին մտնում է ձեր նշան ամսի 10-ին նորից ամսի 10-ին Ուրանը կդառնա հետընթաց, մինչև 27 թվականի փետրվարի 8-ը, որն էլ իհարկե ինքը դուք գիտեք փոփոխություն եւ փոփոխությունը կարող է նաեւ շատերը կմտածեն արտերկրի մասին, ովքեր դեռ արտերկրում չեն, աշխատանքի հետ կապված, ամուսնության հետ կապված, ընդմիշտ մեկնելու հետ կապված, սովորելու հետ կապված, հա, յուրաքանչյուրը ըստ իր անձնական քարտեզի, այստեղ իրենք այդ փոփոխությունները կվերանային, որպեսզի կարողանան իրականացնել, երբ իրականացնեն դա իրենց քարտեզը ցույց կտա, բայց իրենք անպայման այդ թեման այդպես կարմիր թելի նման անցնում է։ Ահա, այս ամենը կատարվում է սեպտեմբերի 10-ին, ես կարծում եմ դուք կզգաք այդ էներգիան,
պլյուս մինուս 1-2 օր անպայման դա կարող է արտահայտվի խոսակցության տեսքով, դա կարող է առաջարկի տեսքով, ուրեմն շատ տարբեր կլինեն։ Եվ հաջորդ իսկ օր արդեն սեպտեմբերի 11-ին արևև լուսինը կմիավորվեն 19 աստիճանում եւ Հայաստանի ժամանակով առավոտյան 7:26:47 կույսի նշանում կլինի նորալուսին։ Ահա այդտեղ է լինելու, այստեղ տեսնում եք ամեն դեպքում ձեզ մոտ ստացվում է արտերկրի թեման, թապես արտերկրի թեման ձեզ մոտ ակտիվ է։ Ակտիվ է եւ նշեմ, որ շատ չեմ մանրամասնի մոլորակներով, որտեղ ինձանից գողանում են, պարզապես ասեմ, որ ձեզ մոտ այդ թեման ուրեմն արտերկրի թեման բավականին ակտիվ է, այսինքն ոմանք գիտեք արտերկիր անպայման չէ որ Հայաստանից գնում ենք, ոմանք սխալ են հասկանում, Հայաստանից գնում ենք ինչ որ արտերկիր, նույն հայը կարող է հիմա արտերկրում է ապրում, գնում է մեկ այլ երկիր, չէ, կամ գալիս է Հայաստան, մարդիկ երբեմն հասկանում են միայն որ պիտի Հայաստանից գնան իրանք, չէ, այդպես չի, եթե արտերկիր է դու որտեղ որ ապրում ես, մեկ այլ երկիր ես գնում, համենայն դեպս առաջիկա ես ձեզ ասեմ ընդհոպ մինչև մյուս տարվա կեսեր, ես կարծում եմ հնարավոր է որ այս տարի դուք քննարկեք ինչ որ փաստաթղթեր եւ այլն կամ վերլուծեք կամ որոշակի ինչ որ հարցեր կա դա ավարտեք եւ շատերը գոնե հա եւ մյուս տարվա մեջ կարողանաք իրականացնել դա, բայց այն որ արտերկրի թեման կա, շատերը կգնան, գերակշռող մասը, ասցենդենտով կշարքներ հիմնականում իրենց մասին է խոսքը, դա ձեր անձնական քարտեզը ցույց կտա, թե յուրաքանչյուր, ասենք կոնկրետ ով երբ կգնա, հա, ոնց կստացվի, դա ձեր քարտեզն է ցույց տալիս, դա այդ տեղափոխությունը անպայման ուրեմն լինելու է։ Այնպես որ մտածեք, վերանայեք, պահանջվում է փոփոխություն, եթե իհարկե ինձ վստահում եք, եթե չեք վստահում, ուրեմն սպասեք, այն ինչ որ կլինի։ Այն ժամանակ կգրեք մեկնաբանություններում ինչ եղավ, գնացիք թե չգնացիք, ահա, կամ արդեն արտերկրից բարևներ կուղարկեք։ Սա էլ էսպես եւ նշեմ, որ Սև լուսինը սեպտեմբերի 14-ին մտնում է այծեղ ջուրի նշան, մինչև 27 թվականի 11-ը, սա արդեն ասացի, եւ 23-ին արևը մտնում է եւ սկսում է աշնանային գիշերը հավասարը, շնորհավորույցի, կարծես թե սա էլ եմ ասել, եւ հիմա նշեմ լիալուսինը, սեպտեմբերի 26-ին արևև լուսինը հակադրվում են 4 աստիճանում խոյի նշանում, Հայաստանի ժամանակով 20:48 50 վայրկյան ահա խոյի նշանում է եւ դա սիրելի կշարքներ արևը մտնում է ձեր նշան եւ բնականաբար լուսինն էլ լինում է հակադիր նշանը լուսինը այդտեղ է լինելու խոյի նշանում եւ լիալուսինը կլինի ուրեմն դա ձեր որոշումներն են արդյոք դուք ում հետ համագործակցել ինչ անել խոսքով այդպիսի հարցեր կան որը նաև պայմանավորված է երկրորդ անձնավորությունով ասենք որոշ գործարքներ եւ այլն հա այդ ամենը ձեր հանդիպակաց նշանում է լինելու ինչև է սա շատ կոնկրետ վերաբերվում է ձեզ շատ կոնկրետ ձեր անձին ձեր գործունեությանը եւ այլն որտեղ տեսեք եթե ուրեմն այդ փոփոխության միջով որ պիտի անցնեն վերաբերում է խեցգիտիներին խոյերին այծեղ ջուրներին նաեւ ձեզ բայց կոնկրետ եթե իրանցը ինչ որ ասպարեզի համար շատ կոնկրետ այստեղ ձեր դեպքում հենց կոնկրետ ձեզ է վերաբերվում ձեր մեջ պիտի լինի այդ փոփոխությունը հարաբերությունները վերանայել այդ ամենը եւ այլն ձեր ֆինանսական վիճակը մի խոսքով այդ փոփոխությունները կանցնեք դրա միջով կհասկանաք ինչումն է բանը ինչ պիտի փոխեք այս դեպքում շատ ավելի ճիշտ ավելի սահուն կլինի չեք հասկանա այսինքն անկով ովքեր ինչ չեն լսում չեն իմանա բնականաբար այդպես եւ իրանք մի շարք խնդիրների մեջ որովհետեւ եթե դու չես անում ինչ որ տեզերքն է անում հետո դա դժբախտության տեսքով գալիս է թակում է ձեր դուռը որպեսզի այսպես թեմպես ինքը կատարվի դա էլ այդպես եւ մյուս կարևոր իրադարձությունը դա 28-ին մարսը կմտնի առուծի նշան այստեղ որոշակի դժվարություններ կան միգուցե
ընտանիքի հետ կապված, ընտանիքի անդամների հետ կապված կամ ընտանիք կազմելու հետ կապված, ինչևէ, այստեղ կան որոշակի հարցեր, այլ երկրի հետ կապված եւս հարցեր կան, որ շատ դժվար են ստացվում, աշխատանքի հետ կապված կարող է լինել ոմանց մոտ, ինչևէ, դժվարությունը, որ դեռևս դուք սեպտեմբերին պետք է անցնեք, նոր գրեթե հոկտեմբերից արդեն այստեղ հնարավոր է ինչ որ առումով վիճակի թեթևացում, եւ իհարկե արտերկրի այդ թեմայի նաեւ ակտիվացում եւս Սրանք էին սիրելի կշեռքներ հիմնական իրադարձությունը, նորից եմ ուզում նշել, նրանք ովքեր եւ արևի նշանով եւ ծագող նշանով, ասել թե ասցենդենտի նշանով այս 4 նշաններն են, մասնավորապես կշեռք, խեցգետին, խոյ եւ այծեղջյուր, ձեզ համար շատ կարեւոր է վերանայել, ինչ որ փոփոխություն մտցնել ձեր կյանք, որպեսզի դուք կարողանաք ճանապարհը հարթել եւ քայլել առաջ, հակառակ դեպքում եթե դուք չեք իմանում ինչ անել, չեք անում, հետո այդ ամենը կուտակվում է եւ շատ ավելի վատ ձևով է ինքը արտայթվում, որովհետեւ միևնույն է դա պիտի լինի, տիեզերքից եթե էներգիան գալիս է, դա պիտի լինի, դուք ուզեք թե չուզեք։ Այսքանը գրեք անպայման տպավորությունների մասին, սիրելի կշեռքներ, արդյոք օգնում են իմ խորհուրդները, ոչ մեկ չի գրում, ինչ որ լավ բաներ են գրում, շնորհակալություն եւ այլն, բայց ոչ մեկ չի ասում օգնեց, չօգնեց, ինչ եղավ։ Ոչ մի բան, բա, ոչ մեկ չի գրում ինչ եղավ։ Այն տպավորությունը, որ ես իզուր խորհուրդ եմ տալիս, որ ոչ մեկ այդ խորհրդի կարիքը կարծես չունի էլ։ Այսպեսի տպավորություն է, ինչևէ ես նորից շնորհավորում եմ սիրելի կշեռքներ, ձեր ծննդյան օրերն եք նշելու եւ ձեզ մաղթում եմ ամենալավն ու բարին, լավ եղեք եւ այս լավ տրամադրությամբ թող շատ արևներ լինեն ձեր կյանքում, թող հաջողություններ լինեն, առողջություն եւ այս արևներով լավ տրամադրությամբ էլ ես ավարտեմ ձեր նշանի համար կանխատեսումը առայժմ։